Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես այսօր Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր գրառմամբ ավետեց, որ ՔՊ-ն ընդունել է կանոնագիրք, էթիկայի կանոնագիրք, ըստ որի իրենք այլևս չեն հայոյելու, անձերին չեն թիրախավորելու եւ ընդհանուր բարեկրթության նորմերը չեն խախտելու։ Բնականաբար այդ գրառումը տեղ հասավ իր թիրախին, այն է գրառման հեղինակի ընտրազանգվածին, որը արտահայտվեց բազմաթիվ սրտիկների տեսքով։ Սակայն ցանկացած ողջամիտ մարդ իհարկե հասկանում է այդ կոմեդիայի ողջ զավեշտն ու երեսպաշտությունը։ Զավեշտ է, երբ մարդիկ կամ կոնկրետ որևէ մարդ տվյալ պարագայում հասնում է իշխանության, ստանձնում է պատասխանատվությունը երկրի կառավարման, սակայն չի գիտակցում, որ չի կարելի հայոյել, որ հրապարակային հայոյանքը դա չկայացած մարդու ցուցիչ է, գրագիտության որոշակի պակաս, որոշ դեպքերում էլ անդաստիարակության նշան։ Եվ զավեշտ է, երբ քաղաքական հակառակորդներիդ հասցեին խոսում ես հայոյանքներով, գրեհկաբանությունը բերում ես եթեր ու դարձնում պաշտոնական խոսք, այնուհետև նախընտրական քարոզչության նպատակներով հայտարարում, որ վերջ, այլևս չեմ հայոյելու։ Եթե մարդը սովոր է հրապարակային հայոյանքի, ապա նրան չի փրկի ոչ մի կանոնագիրք։ Քրեական օրենսգրքում էլ սպանությունն է արգելված, սակայն Հայաստանում մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք մի քանի սպանություններ։ Հաջորդը զավեշտ է, երբ մարդը չի գիտակցում, որ չի կարելի մտնել այլոց անձնական կյանք, չի կարելի քաղաքական նպատակներով մարդկանց անկողինները հրապարակայնացնել մարդկանց վարք ու բարքն ու անձնական նամակագրությունները։ Չի կարելի մարդկանց, ելի եմ շեշտում, անձնական կյանքը սարքել հանրային քննարկման թեմա։ Եվ երեսպաշտություն է, երբ այդ ամենը օգտագործելով որպես քաղաքական գործիքակազմ, երբ անձերով պայմանավորված բանտերը լցնում ես քաղբանտարկյալներով ու համարում հարցերը լուծված, ինչից հետո հայտարարում, որ վերջ, այլևս որևէ անձ չի թիրախավորվելու։ Եթե մարդը սովոր է շանտաժի միջոցով մարդկանց անձնական կյանքը անկողինը օգտագործելով հասնել քաղաքական նպատակներին, ապա ոչ մի կանոնագիրք այստեղ որևէ դերակատարում չի ունենալու եւ չի փոխելու իրավիճակը։ Շանտաժն էլ է քրեական օրենսգրքով արգելված, սակայն ինչպես մենք տեսնում ենք, այն Հայաստանի իշխանությունների կողմից դարձել է սովորական քաղաքական գործիքակազմի։ Զավեշտ է, երբ մարդը ուղիղ իր ենթակայության տակ ունենալով բոլոր իրավապահ մարմիններին, տիրապետելով պետական բոլոր լծակներին իր խոսքը սկսում է վիրավորանքներով, ավարտում սպառնալիքներով, վեհափառին կոչում ավազանի անունով, բանտարկյալներին անվանում վնգստացողներ, քաղաքական ընդդիմադիրներին սպառնում ծեփել պատերով, փռել ասֆալտին, այնուհետև հայտարարում, որ վերջ, այլևս մենք բարևարքության կանոնները չենք խախտելու։ Եթե մարդը չունի ներքին կուլտուրա, ապա որևէ կանոնագիրք այդ մարդուն բարևարքություն չի հաղորդելու։ Խուլիգանությունն էլ է քրեական օրենսգրքով արգելված, սակայն այն դարձել է Հայաստանի սովորական առօրյայի մի բաղկացուցիչ մասը։ Հարգելի հետևորդներ, եթե հասուն մարդը
չի գիտակցում, որ չի կարելի հայոյել, չի կարելի անձերին թիրախավորել, չի կարելի խախտել բարևարքության նորմերը, այնուհետև ընդունվում է ինչ-որ մի էթիկայու կանոնագիրք և նրան հրամայում են, որ այլևս դու չպետք է հայոյես, չպետք է մտնես մարդկանց անձնական կյանք ու անկողին, չպետք է խախտես բարևարքության կանոնները, ապա այդ կանոնագիրքը նմանվում է Քաջ Նազարի գլխավոր հերոսի հրամաններին։ Գյադեք այս կողմն անցեք, չէ, գյադեք այն կողմն անցեք։ Գյադեք, ինչ ես հրամայում դերարը, այս կողմը կանգնեք, չէ, այս կողմը կանգնեք, դեսը կանգնեք։ Հրամաններով չեն դադարում հայոյել, հրամաններով չեն պահպանում բարևարքության նորմերը, հրամաններով չեն դադարում քիթը մտցնել մարդկանց անկողիններ, այդ ամենը մարդը կամ կրում է ներսում, կամ ոչ։ Հայտնի խոսք կա, որ կարմիր կովը կաշին չի փոխում, հետևաբար ում է պետք այդ կանոնագիրքը, միայն ու միայն այն օգտագործվելու է նախընտրական նպատակներով։ Հավատացեք, այս իշխանությունները երբևէ չեն հրաժարվելու այն վարքագծից, խոսքս քաղաքական վարքագծի մասին է, որոնցով առաջնորդվում են արդեն շուրջ 8 տարի։ Դա նրանց էության մի մասնիկն է, դա ապացույցն է գաղափարազրկության, դա ապացույցն է ծրագրերի բացակայության, դա ապացույցն է քաղաքական կենսագրության բացակայության, դա ապացույցն է այն բանի, որ այս մարդիկ քաղաքական չեն, այս մարդիկ քաղաքականապես գրագետ չեն, նրանք պարզապես հանգամանքների բերումով հայտնվել են փողոցից իշխանության, սակայն փողոցը այդպես էլ նրանց մեջից դուրս չի եկել։ Հակառակ դեպքում որևէ կանոնագիրք չէր ընդունվի, որովհետև եթե մարդը զբաղեցնում է պետական բարձր պաշտոններ, ել չեմ խոսում, որ դրանք համընդհանուր պարտադիր նորմեր են, բայց այնուամենայնիվ բարձրաստիճան պետական պաշտոնյան իր վարքով օրինակ պետք է ծառայի քաղաքացիներին, օրինակ պետք է ծառայի հանրությանը, սակայն եթե մարդը հասնում է այդ պաշտոնական մակարդակին, սակայն իր լեքսիկոնում չի դադարում պակասել հայոյանքը, իր գործելավոճում չի պակասում մարդկանց անձնական կյանք մտնելու սովորույթը, իր ողջ վարքագծով նա ամենօրյա ռեժիմով խախտում է վարքականոնի բարևարքության ընդհանուր նորմերը, ապա այդ կանոնագիրքը ունենալու է խիստ ժամանակավոր բնույթ։ Հնարավոր չէ մարդուն զսպել իր բնությունը, հնարավոր չէ օրենքներով ու կանոնագրքերով կանխել մարդու էությունը։ Դրանք էլի եմ շեշտում։ Այդ կանոնագիրքը ունի իր հստակ թիրախային խմբերը։ Այդ թիրախային խմբերը արտահայտվում են Facebook-ում Նիկոլ Փաշինյանի գրառման տակ լայքեր ու սրտիկներ եւ կոմենտներ գրելով։ Այդ կանոնագիրքը կգործի այն էլ հարաբերական առումով մինչև ընտրություններ։ Ընտրություններից հետո, եթե Նիկոլ Փաշինյանը Աստված մի արասցե հասնի իր նպատակին եւ վերարտադրվի, այլևս ոչ մի կանոնագրքի մասին չի խոսելու։ Նա դառնալու է ել ավելի սանձարձակ, նա դառնալու է ել ավելի բռնապետ, քան այսօր է։ Նա չունի կարմիր գծեր եւ ոչ մեկի կյանքը նա չի հարգելու, խոսքս այդ թվում նաև անձնական կյանքի մասին է, ոչ մեկի իրավունքները չի հարգելու, չի լինելու որևէ կարմիր գիծ, որի առջև նա կանգ կառնի, հակառակ դեպքում նրան պարզապես անհրաժեշտ չէ լինի ընդունելու այս տխրահռչակ ու ծիծաղաշարժ կանոնագիրքը, հասկանում եք, էլի եմ ուզում շեշտել, հարգելի հետևորդներ, եթե մարդը հայհոյելու սովորություն չունենար, ապա ոչինչ նրան չէր դրդի հայոյելու։ Եթե մարդը անձնական կյանք
մտնելու սովորություն չունենար, ապա նրան անհրաժեշտ չէր լինի կանոնագրքով կանխել այդ սովորությունը։ Եթե մարդը առօրյայում մինչև պաշտոն զբաղեցնելը, մինչև իշխանության հասնելը պահպաներ բարևարկության կանոնները, ունենար ներքին կուլտուրա, չխոսեր գրեհկորեն, այդ ամենը չհրապարակայնացներ, իրական դեմքը ցույց չտար, ապա թե չհայելը, թե բարևարկությունը պահպանելը նրա համար սովորական կլիներ։ Սովորական։ Հետևաբար ինչ որ արտառոց քայլերի դիմելու որևէ անհրաժեշտություն չէր լինի։ Ուստի, հարգելի հետևորդներ, մարդ ոչ թե պետք է գա իշխանության, այնուհետև նոր մտածի բարևարկություն ձեռք բերելու համար, մասին, այլ սկզբից պետք է ունենա այդ բարևարկությունը, այնուհետև նոր գա իշխանության։ Եթե այս իշխանությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, նախքան իշխանության գալը ունենար այդ բարևարկությունը, ապա հստակ կգիտակցեր, որ անկախ իր անձնական մոտեցումներից այս կամ այն բարձրաստիճան հոգևորականի ընդհուպ վեհափառի հանդեպ, եկեղեցի մտնում են ակնածանքով, եկեղեցի մտնում են շշուկով, եկեղեցի մտնում են Աստծո հետ հաղորդակցվելու համար, եկեղեցի մտնում են աղոթելու համար, եկեղեցի մտնում են բազմաթիվ մարդիկ բազմաթիվ խնդրանքներով առ Աստված, եկեղեցի նաև մտնում են բազմաթիվ խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց հույսը, վերջին հույսը թերևս, ցավալիորեն պետք է փաստենք, մնացել է Աստված։ Այլ խոսքով Աստծո տունը բոլորինն է և բոլորը պարտավոր են մտնել այնտեղ ակնածանքով։ Սակայն երբ դու մտնում ես այնտեղ, այսպես ասած հարայ հրոցով, երբ դու մտնում ես Աստծո տուն շոու էլեմենտներով, երբ դու մտնում ես այնտեղ քարոզչության նպատակներով, ավելին, երբ թույլ ես տալիս, որ եկեղեցում Աստծո փոխարեն քո կողմնակիցները երկրպագեն քեզ, երբ դու թույլ ես տալիս, որպեսզի քո մուտք ու ելքը եկեղեցի քո կողմնակիցների կողմից ուղեկցվի ծափերով, ապա այլևս ինչ բարևարկության մասին կարող է խոսք լինել։ Արդյոք այդ կանոնագիրքն էր կամ կանոնագրքի բացակայությունն էր խանգարում այդ ամենը գիտակցելու։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ, որովհետև եկեղեցին տվյալ պարագայում ու տվյալ անձի համար նույնպես սովորական քարոզչական գործիք է, այնպես ինչպես սույն կանոնագիրքը։ Եկեղեցին այս մարդու համար ունի մեկ մի նպատակ, որպեսզի փորձի կեղծել իր էությունը, կեղծել ու թաքցնել իր բնությունը, հակառակ դեպքում շեշտում եմ, որևէ մեկին թույլ չէր տա ծափահարել, որովհետև ծափողջունները ուղղված աշխարհիկ մարդուն եկեղեցու ներսում, դա աննախադեպ երևույթ է։ Եթե չհաշվենք իհարկե, երբ որ եկեղեցում տեղի է ունենում ինչ-որ արտիստի հոգեհանգիստ, երբ ընդունված է, որ նրան դուրս են բերում ծափողջունների ներքո։ Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը ոչ հանգուցյալ է, ոչ արտիստ, ապա այդ ծափողջունները եւ այդ կանոնագիրքը, երբ որ համադրում ես իրար հետ, խոսում է այդ մարդու, ելի եմ շեշտում, երեսպաշտության մասին։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։